ՊՄԳ-ը երկու մոտեցում կա, երկու իրար չհակասող փոխ լրացնող։ Մի դեպքում երբ պետությունը աջակցում է բիզնեսին, կառուցի գործարան, ես դեպի քո գործարան տանող ճանապարհ կկառուցեմ։ Եվ կամ մյուսը, երբ մասնավորը իր վրա է վերցնում պետական գործառույթը, կառուցի ճանապարհ, օգտագործի, քո գումարը ստացի։ Ես եմ հասկանամ, այս տրամաբանության հետ ինչքանով է առնչվում խաղային գործունեությունը, եւ այդ անալոգիան ինչ իմաստուններ այստեղ բերել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պետություն մասնավոր գործընկերության մասին օրենքով կարգավորվող հարցը հենց ձեր նշած երկրորդ պարագան է, բայց ես չէի անվանի դա պետական գործառույթ, այսինքն օրինակ ճանապարհների դեպքում որակման հարց է։ Անալոգիան ինչ կապ ունի։ Խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում դեռ 24 թվականին կատարված փոփոխություններով ինչ ենք նախատեսել։ Կատարվի կիրականացվի մրցութային ընթացակարգ, որի արդյունքում 15 տարով պայմանագիր կկնքվի մասնավոր գործընկերոջ հետ, ով կներդնի որոշակի համակարգ։ Համակարգը, ինչպես նշեցի, դա խաղադրույքների իրական ժամանակում մոնիտորինգային համակարգն է։ Այս գործընթացի արդյունքում պետությունը որևէ ֆինանսական բեռ չի կրի, այսինքն պետությունը պետական բյուջեից տվյալ մասնավոր գործընկերոջը վճարում ոչ մի չի կատարի, այլ վճարումները կգանձվեն կազմակերպիչներից, այսինքն բուն խաղային գործունեություն զբաղվողներից։ Եվ սա է այն անալոգիան, որը որ գոյություն ունի նաև մեր ՊՄԳ օրենքով տարբեր ընթացակարգեր իրականացնելիս։ Արձագանք։ Ուղղակի տերմինը ես հույս ունեմ օրենքի մեջ դա չեք մտցնում, ուղղակի զեկույցի մեջ ասեցիք, որովհետև նման այլ անալոգիաներ կարող է լինի։ Պետությունը լիցենզավորման գործառույթը աուդիտորների փոխանցում է պալատին կամ իրենց կազմակերպության։ Դա է խնդիրը, բայց դա ՊՄԳ կոչելը մի քիչ դժվար է։ Այդ կազմակերպությունն է, ասոցիացիան կամ պալատն ինքը աշխատում է ոչ թե պետության տված փողով, չնայած իրականացնում է այն ինչ որ ֆինանսների նախարարությունները իրականացնում մինչև ինչ որ մի տարի, այլ անդամավճարների տեսքով։ Սա նույն խնդիրն է գալիս, կամ ինքնակազմակերպող կազմակերպություններ կան ինքնակառավարվող, օրինակ կապիտալի շուկայի մասնակիցների ինքնակառավարվող կազմակերպությունը, բայց ամեն ինչ չեն կարող կոչել էլի ՊՄԳ։ ՊՄԳ-ի սահմանումը չեն կարող անվերջ լայնացնել, ինքը որոշակի գործառույթներ է եւ մասնավորը վերցնում է ինչ որ մի բան, որ պետք է աներ պետությունը, եւ ՊՄԳ տերմինը ինքը ստեղծվել է ենթակառուցվածքային ծրագրերի ժամանակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք ՊՄԳ ասելով, անալոգիան բերելով այն տրամաբանությունն ենք առաջարկում, որը որ քաղաքացիական դատավարության օրենսգրքում այսօր կա, այսինքն ասում ենք ՊՄԳ-ի համար կան որոշակի կարգավորումներ, մենք չենք ընդարձակում ՊՄԳ-ի սահմանումը ու սա չենք ասում, որ այն ինչ որ կարգավորված է այս օրենքով, դա պետություն մասնավոր գործընկերություն, որովհետև դա առանձին օրենքով կարգավորվող հարց է, խաղային գործունեության մասին օրենքով կարգավորվող հարց է, ոչ թե պետություն մասնավոր գործընկերության մասին օրենքով կարգավորվող հարց։ Մենք ասում ենք քաղաքացիական դատավարության օրենսգրքում կա նորմ, որը գործում է ՊՄԳ-ի դեպքում, գնումների դեպքում եւ գործելու է նաեւ այս դեպքում։